Պարոն Տոնոյան, վերջին շրջանում այս զարգացումներին հետևում եք դուք, մասնավորապես սահմանի հետ կապված, սահմանագծման հետ կապված։ Իհարկե հետևում եմ։ Եվ ինչ ասելիք ունեք այդ մասով։ Չէ, ես հիմա ասելիք չունեմ, որովհետև տեղեկատվության շատ մեծ պակաս ունեմ, այնինչ որ զինված ուժերում պաշտպանության նախարարությունում պլանավորվում է ես դրան տեղեկությունները սահմանափակեն եւ ես որևիցե գնահատական տալ զինված ուժերի կամ պաշտպանության նախարարության մասով չեմ կարող, այնինչի հիմա է կատարվում։ Ընդհանուր զարգացումները չեմ կարող հիմա պատասխան տալ, որովհետև տեղեկատվության շատ սուղ տեղեկատվություն։ Խոսվում է Տիգրանաշենի մասին, Արցվաշենի մասին Նիկոլ Փաշինյանը խոսում։ Ես դրա վերաբերյալ մի քանի անգամ արտահայտվել եմ, անկլավների հետ կապված խնդիրը բարձրացվել էր նոյեմբերի մինչև նոյեմբերի 9-ի հաստատուղթը ստացավ իր վերջնական տեսքը։ Այն ժամանակ նոյեմբերի 9-ի հաստատուղթից անկլավների խնդիրը հանվեց։ Կոնկրետ Տիգրանաշենի մասով դուք ինչ անհանգստություն ունեք։ Ռազմավարական, այսինքն ռազմական տեսանկյունից անընդունելի տարբերակ է, բայց բանակցությունները ինչ ձևաչափով կգնան, ես չեմ կարող ասել։ Բայց իմ համար ցանկացած անկլավի վերադարձ առանց որոշակի փոխզիջման անընդունելի է։ Մասնավորապես Տիգրանաշենի։ Արցվաշենի մասին են խոսում իշխանության ներկայացուցիչները։ Արցվաշենը Հայաստանի Հանրապետության տարածք է։ Հայաստանի Հանրապետության տարածքը պետք է վերականգնել։ Այսինքն Հայաստանի Հանրապետության տարածքը եւ անկլավը չի կարելի նույն հարցության մեջ դնել, ճիշտ հասկացա ձեր խոսքը։ Իմ համար ոչ։ Իմ համար ոչ։ Նախորդ շաբաթ Ադրբեջանից հայտարարություններ եղան, մասնավորապես Բայրամովի կողմից Հայաստանի իշխանությունների մեղադրում էին, այդ պատերազմը հրահրելու մեջ եւ առանձին դրվագով նաեւ ձեր մասին էր խոսվում, Բայրամովը նշում էր, որ հիմք է հանդիսացել նաեւ ձեր հայտարարությունը նոր պատերազմ, նոր տարածքներ։ Դուք ինչպես կարձագանք եք, պարոն Տոնոյան։ Ես արձագանք եմ Բայրամովին ու Ալիևին, Ալիևն էլ է խոսած է իրան բանի ժամանակ, շքերթի ժամանակ։ Ինչքան ուզում են թե խոսեն, իրանք են հրահարել, իրանք են պատերազմը սկսել, հողառիթներ ման չկան։ Իմ հայտարարությունը եղել է հայկական համայնքի մոտ, այն էլ նախնական մի քանի անգամ զգուշացրել են, որ դա ընտանիքի մեջի խոսակցություն է, որը որ դուրս է եկել, բայց հանրության դուր է եկել է եւ հանրությունը սկսել է դա բավական մեծ ուրախությամբ շարունակել այդ խոսակցությունը։ Դա իմ դիրքորոշումն է եղել եւ ես իմ դիրքորոշումից չեմ խախտել։ Այն ինչ որ մեր հայ համայնքին պետք է, ես ասել եմ։ Ուզիմաց ուժերի միշտ ոգևորել եմ։ Նաև Հայաստանի երկրորդ, երրորդ նախագահներն են իրենց հարցազրույցներում վերջերս նշել, որ Հայաստանն է վերջո իր գործողություններով իշխանությունները տարել այդ պատերազմին, դուք ինչպես կարձագանք եք։ Ես եւ երկրորդ եւ երրորդ նախագահին մեկնաբանելու որևիցե ցանկություն չունեմ։ Իրանք եղել են նախագահներ, իրանք եղել են գերագույն հրամանատարներ, իրենք իրենց դիրքորոշում ունեն, ես ունեմ իմ դիրքորոշում, երբ որ իմ քաղաքական գնահատականների ժամանակը գա, ես կտամ։ Եվ 44 օրյա պատերազմի դրա ելքի հետ կապված արդյոք հնարավոր էր ավելի շուտ կանգնեցնել այն եւ չունենայինք նման ելք եւ արդյոք դուք որևէ ձև այդ մասին ասել էիք Տեկուս Նիկոլ Փաշինյանին։ 44 օրյայի հետ կապված ես կարող եմ շատ հստակ մեկ բանի գնահատական տալ, որ հանրության շրջանակներում երկու խնդրի վերաբերյալ, երկու ասացի վերաբերյալ կամ դիրքորոշման վերաբերյալ զինված ուժերի պաշտպանության նախարարության շատ խառը պատկերացումներ կան։ Կար, երբ որ ասվում էր պետք է կանգնացնել պատերազմական գործողությունները եւ կար մոտեցում, որ պետք է ամեն գնով կանգնացնել։ Կարծում եմ տարբերությունը կա, չէ՞, այդ ամեն ինչի։ Եվ ըստ դրա որոշումները կայացվել են։ Ինչ վերաբերում է արդեն ընդհանուր գնահատականին 44 օրյայի, ես կխուսափեմ որևիցե ձևով պատասխանել իմ այդ հարցերին, քանի որ արդեն երրորդ անգամն է ես դիմում եմ ազգային ժողովին, որպեսզի ինձ թույլ տան իմ իրավունքը իրացնել ազգային ժողովի կանոնակարգ օրենքով ես իրավունք ունեմ ծանոթանալու զեկույցին։ Ես եւս մեկ անգամ կրկնում եմ եւ խնդրում եմ դրանով ավարտենք ընդհանրապես ես պետք է ծանոթանամ զեկույցին։ Զեկույցը ծանոթանալուց հետո
եթե գտնեմ նպատակ արմար, ասուրից կհրավիրեմ եւ կխոսեմ դրանով։ Այսինքն մերժում են պարոն Տոնյան, ճիշտ հասկացա, թե Ես չեմ պատասխանում հարցին։ վերջի իմ գրությանը դեռևս մերժում չեմ ստացել։ Երբեք։ Արդեն մոտավորապես 10 օրից ավել է։ Եվ մի ճշտող հարցել Արշակ Կարապետյանի հետ կապված, հա։ Արշակ Կարապետյանը պատասխանել է։ 3 պատասխանել է, ես ավել բան չեմ կարող ասել։ Արշակ Կարապետյանը իր մեղադրանքին պատասխանել է։ Դուք Ես այդ որպես ժամանակ չեմ պաշտոնավարել եւ որևիցե մի բան չեմ կարող ասել։ Բացի դրանից դատականությունը, եթե չեմ սխալվում, բաց է լինելու, չգիտեմ, կարող է բացի չլինել։ Ճիշտ չի որևիցե գնահատականը հիմա տալու այդ գործով։ եւ ամփոփելով, հա, այսօր հերթական դատականիցն է, ինչ փուլում է, դուք ինչ սպասելիքներ ունեք առհասարակ։ Այս պահին ընթանում են վիճաբանությունների փուլն է։ Տեսնենք ինչ կլինի։ Ես դեռևս իմ պաշտպանական կողմը ելույթով չեմ կարող ասել։